Այս վերջին տարվա իմ տված ճառերում ես բազմաթիվ անգամ շեշտել եմ, որ մեր ազգայնական քաղաքական շարժման գլխավոր նպատակներից մեկն է ոչ միայն պահպանել մեր անկախ պետականությունը, այլև իրական անկախություն ձեռք բերել եւ երաշխավորել նրա զարգացումը։ Անձամբ նշել եմ պատմական, ինչպես նաեւ ներկա օրինակներ, թե ինչպես են մեր թշնամիները անցյալում փորձել վերացնել մեր անկախությունը եւ ինչպես են փորձում այսօր նույնը անել։ Իհարկե նաեւ նշել եմ, թե ինչու է ոչ միայն կարևոր, այլև հարկավոր, որ մենք լուրջ դիմադրություն ցուցաբերենք այս ամբողջ հակահայկական երևույթի դեմ։ Խոսել եմ նաև մեր բանակի մասին, որը մեր անկախության կարևորագույն մասն է, բայց կարծում եմ անհրաժեշտ է այսօր մի քիչ ավելի շատ խոսեմ մեր բանակի ու նրա կարևորության մասին, քանի որ մեր թշնամիները ու հայադավները չեն կարողանա մեր անկախությունը վերացնել, եթե նախ եւ առաջ մեր բանակը չքանդեն ներսից։ Սա պարզ ճշմարտություն է, որովհետեւ առանց անկախության բանակ չի կարող լինել, ինչպես նաև չի կարող լինել անկախություն առանց բանակի։ Պատերազմից տարիներ հետո անընդհատ լսել ենք, թե ինչպես է Բաքվի բռնապետը շարունակում հոխոր տալով անուղղակիորեն կամ ուղղակիորեն սպառնալ մեր երկրին։ Այս սպառնալիքները ոչ թե նվազել են ու մեղմացել, այլ շատացել են ու ավելի թեժացել։ Կարծես թե որքան ավելի շատ է ներկայիս ազգուրած կառավարությունը խոսում խաղաղության մասին, այնքան ավելի շատ են ադրբեջանցիները խոսում պատերազմից։ Փաստացի, Ադրբեջանը շարունակում է մեծացնել իր ռազմական ներուժը, տարբեր տեսակի նոր զենքեր ձեռք բերելով, քանի որ ոսոխը պնդում է, որ պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի։ Մինչդեռ Հայաստանում վարչապետի աթոռը զբաղեցնողը եւ առհասարակ նրա ամբողջ խմբակը խաղաղության հետ կապված սին հույսեր է կապում, ասելով, որ օրինակ 2026 թվականի բյուջեում ծախսերի էական աճ կամ պաշտպանական ծախսերի աճ ընդհանրապես չի լինելու։ Պատերազմից հետո ներկայիս կառավարությունը ցույց է տվել, որ իբր բարելավել է բանակի վիճակը, տարբեր տեսակի նոր զենքեր առնելով եւ ռազմական բյուջեն մեծացնելով։ Բայց մենք խորը ուսումնասիրություն կատարելով ապացուցել ենք, որ այդ ամենը ցուցադրական է ու վիճակագրական մանիպուլյացիա։ Կարծես թե հատուկ ու դիտմամբ են ցուցադրում, որ իբր բանակ են զարգացնում, որպեսզի կարողանան ապագայում իրենց ցանկացած պարտությունը բարդեն ժողովրդի վրա, ինչպես արեցին 2020 թվականի 44 օրյա դավադիր պատերազմում։ Մեր թշնամիները պատրաստվում են պատերազմի, ու իրենց երկրի ներսում ռազմատենչ արտահայտություններով քարոզում են միլիտարիզմ, մինչդեռ հայադավ նեոբոլշևիկները պատրաստվում են խաղաղության եւ մեր երկրի ներսում համերաշխության մասին դատարկ խոսքերով քարոզում են հնազանդություն։ Մեկը պատրաստվում է պատերազմի, եւ մյուսը պատրաստվում է խաղաղության։ Եվ ձեր կարծիքով այս ուժային հարաբերությունների աշխարհում, որտեղ ամեն քառակուսի մետր հողի համար արյունալի պայքար է գնում, որ մի ուժն է գերակայություն ունենալու եւ ապագան իր ձեռքերում պահելու։ Իհարկե մեր կառավարության կողմից վարած այս դավաճանական ու հակահայկական քաղաքականությունը համապատասխան է իրենց վախկոտ ու խղճուկ էությանը։ Մեր հասարակությանը պահում են հիպնոզի տակ, մարդկանց գլխի տակ բարձ դնելով, սակայն մենք որևէ կասկած չունենք, որ այս ամբողջ խաղաղության օրակարգը մի օր թղթե տնակի պես քանդվելու է հենց այս խաղաղասերների գլխին, որից հետո ակնհայտ կդառնա բոլորին, որ անհնար է բնության օրենքներից հրաժարվել ու լավ ապրել։ Դաժանորեն ցույց կտա, որ բնության օրենքներից եւ պայքարից հրաժարվելով մենք հրաժարվում ենք խաղաղությունից, ապրելուց ու նաեւ մեր ապագայից։ Եկեք մեր թշնամիներից սովորենք ու հասկանանք, թե որը որից հետո է գալիս։ Շատ բան կարող ենք սովորել ոչ միայն մեր թշնամիներից, այլև մեր ոխերիմ դաշնակից Ռուսաստանից, հիշելով նրա կայսր Ալեքսանդր III-ի խոսքերը։ Ռուսաստանը ունի միայն երկու դաշնակից, բանակն ու նավատորմը։ Նրանք քաջ գիտակցում են, որ բանակն է պետության հենասյունը, բայց ամեն ինչ անում են, որ մենք շեղվենք եւ մոռանանք այս պարզ ճշմարտությունը։ Ներկայիս իշխող ազգադավ խմբակը մակերեսորեն իբր զարգացնում է մեր բանակը, բայց միաժամանակ բացահայտ ասում է, որ թքած ունի մեր բանակի զարգացման վրա։ Ասում են, որ օրինակ բանակը նույնիսկ անվտանգության 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ գործիքը չպետք է լինի, այլ պետք է լինի ամենավերջինը։ Շարունակում է նաև ասել, որ որքան բանակի նշանակությունը հետ է, այնքան երկիրը ավելի անվտանգ է, ինչը պարզապես հակասում է տրամաբանությանը ու պատմության փորձին։ Ահա այսպիսի օրվելական բարբաջանքով դավաճան նեոբոլշևիկները շարունակում են մեր հայրենակիցներին հիպնոզացնել եւ ուղեղները լվանալ։ Սրանով ուզում են մեզ համոզել, որ իբր լեգիտիմություն է մեր անվտանգության երաշխիքը, եւ բանակը չի կարող անվտանգության երաշխիք լինել, որովհետեւ մի օր կհայտնվի մեր բանակից ավելի հզոր բանակ, որը մեզ կհաղթի եւ ուժով կվերցնի մեր հողերը։ Բայց դա պարզապես անհեթեթություն է, որովհետեւ ուժեղից միշտ կհայտնվի ավելի ուժեղը։
Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա կպարզվի, որ փոքրաթիվ ազգերը եւ տարածքով փոքր պետությունները ընդհանրապես բանակ չպետք է ունենան, որովհետեւ միևնույնն է, գերտերությունները միշտ կգերազանցեն նրանց։ Սակայն իրականությունը ճիշտ հակառակն է։ Տարածքով փոքր պետությունները եւ փոքրաթիվ ազգերը պարտավոր են ավելի շատ կարևորություն տալ իրենց բանակների զարգացմանը, գերտերությունների ոտքերի տակ չընկնելու համար։ Հիշենք Նժդեի շատ իմաստուն խոսքերը։ Փոքրաթիվ ազգերը պարտադորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք ավելի, քան բոլորը։ Կարծում եմ, որ թղթի վրա լեգիտիմությունը ավելի կարևոր է զենքերով ու ռազմիկներով լի բանակից, ինչը միաժամանակ ծիծաղելի է ու ողբալի։ Արժի մեկը նրանց հարց տա, բա որ հզոր բանակով պետություն հայտնվի ու թքած ունենալով մեր լեգիտիմության վրա, ջախ-ջախի մեր վերջին երաշխիքը դարձած թույլ բանակը եւ ուժով վերցնի մեր հողերը, ինչպես բազմիցս եղել է պատմության մեջ։ Եթե հզոր բանակ ունենանք, բայց ոչ նրանց ասած լեգիտիմությունը, գոնե հնարավորություն կունենանք դիմադրություն ցույց տալու եւ նույնիսկ հաղթելու ավելի հզոր բանակին։ Իսկ եթե միայն ունենանք դատարկ լեգիտիմություն առանց բանակի, մենք դատապարտված կլինենք ոչնչացման։ Այս մանկամիտները կամ իրոք հավատում են իրենց արտահայտած տհաս մտքերին, կամ ուզում են նենգաբար ավելի մոլորեցնել մեր արդեն իսկ մոլորված ժողովրդին։ Միթե այդքան բարդ է հասկանալ, որ լեգիտիմությունը օդից չի գալիս, այլ բխում է ուժից, հենց մեր զինված ուժերից։ Լեգիտիմությունը առանց բանակի իրականում անվտանգության պատրանք է, որը երկար չի կարող շարունակվել եւ շուտով փլվելու է, եւ թշնամի նորից սկսի մեզ հետ խոսել իր սիրած լեզվով։ Այս խաղաղության կեղծ նեոբոլշևիկյան օրակարգը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ազգին զինաթափելու եւ ծնկի բերելու դավադրություն, որը խաբելով ուզում են մեր պետության պարանոցին փաթաթեն մեր թշնամիներն ու հայադավները։ Երբ Հայաստանում մի օր իշխանության գա իրական ազգայնական քաղաքական ուժ, վերջ կտա այս ամբողջ խելագարությանը։ Քաջ կգիտակցի, ու մեր բոլոր քաղաքացիների մեջ անընդհատ կարմատավորի, ու մեր բանակը պետք է լինի մեր հայրենիքի անվտանգության ոչ թե վերջին կամ նույնիսկ երրորդ կամ երկրորդ գործիքը, այլ միանշանակ առաջինը եւ ամենագլխավորը։ Մեր կերտած այդ ապագա ազգային պետությունը մեր հայրենակիցներին կհանի այս հիպնոզի ազդեցությունից եւ կսովորեցնի այն պարզ ճշմարտությունը, որ առանց ուժ ցուցաբերելու եւ քո հողի ու լեգիտիմության համար պայքարելու ոչ միայն չես կարող, այլև իրավունք չունես պետություն կոչվելու եւ նույնիսկ գոյություն ունենալու այս անգութ աշխարհում։ Պայքարից եւ կռվելուց բացի այլ ելք չկա ու չի կարող լինել։ Քիչ առաջ ասացի, որ մեր թշնամիները պատրաստվում են պատերազմի, բայց տեսնելով թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում եւ երկրագնդի տարբեր անկյուններում, մենք կնկատենք, որ ամբողջ աշխարհն է պատրաստվում պատերազմի։ Իսկ այս տհասները կարծում են, որ կարող են Հայաստանը մեկուսացված պահել այս ամեն ինչից, կարծես թե լիովին այլ մոլորակի վրա ենք ապրում։ Այս սրիկաները ժառանգեցին հաղթանակած պետություն ու ազատագրած Արցախ, բայց 26 տարում ոչ միայն չկարողացան կամ չուզեցին այն միացնել Հայաստանին, այլև մեզ տարան դեպի խայտարակ պարտություն։ Իսկ հիմա կարծում են, որ պարտված պետություն ժառանգելով մեզ կարող են տանել դեպի բարգավաճ ու խաղաղ ապագա։ Ով իսկապես հավատում է սրանց կես խոստումներին, կամ շատ միամիտ է, կամ իրոք հիմար է, կամ զբաղվում է ինքնախաբեությամբ։ Կապ չունի, այդ խայտարակ պարտությունը եղավ դավաճանության թե ապիկարության արդյունքում։ Փաստը այն է, որ եղավ հենց նրանց օրոք ու նրանց հոժարական համագործակցության պատճառով, առանց ինչի մեր արտաքին թշնամիները մեզ ոչ մի վնաս չեն կարող հասցնել։ Տեսնելով այս դավաճան սրիկաների թրքասիրությունը, հաճախ հիշում եմ Ռումինիայի 15-րդ դարի թագավոր ու ազգային հերոս Վլադ III-ին, ով պատմության մեջ վիճահարույց կերպար է համարվում։ Ես պատմաբան չեմ, հետևաբար շատ չեմ խորացել նրա կատարած գործերի մեջ, բայց գիտեմ կարևոր մասը։ Վլադ III-ը թուրքերի առաջ չէր ծնկում ու խաղաղություն աղաչում, ինչպես այսօր են անում նեոբոլշևիկները, այլ իր կամքն էր թելադրում նրանց։ Թուրքերին ժպիտներով ու սրտիկներով դիմավորելու փոխարեն նա թրով ու ցիցերով էր դիմավորում, որի շնորհիվ ստացավ Վլադ Ցեփեշմակ անունը։ Նա թագավորում է Ռումինիայի հարավային Վալախիա կոչվող մարզում, եւ երբ օսմանցի թուրքերը մոտենում էին նրա սահմաններին, տեսնում էին, որ իրենց հայրենակիցների ցծի հանած դիակների վրայից կախված են պլակատներ, որոնց վրա գրված էր «Բարի գալուստ Վալախիա»։ Թուրքերը անցնելով այս սահմանը եւ տեսնելով այս տեսարանը, մտածում էին, որ այս անգամ սխալ երկիր է ներխուժում։ Վլադը նման քայլերի դիմելով ամբավ ստացավ որպես շատ դաժան ու անգութ մարդ, եւ նույնիսկ նրա անունը լսելիս թուրքերը սարսափում էին։ Այս հոգեբանական ահաբեկումը օգնեց ռումինացիներին իրենցից ռեսուրսներով գերազանցող թուրքերին վտարել ու հեռու պահել իրենց հայրենիքի սահմաններից։
Ինչ էլ ասեն պատմաբանները նրա մասին, մենք հայերս նրանից շատ բան ունենք սովորելու։ Պետք չէ Վլադի նման քայլերի դիմենք, բայց պետք է հասկանանք, որ ուժին պետք է պատասխանենք ավելի մեծ ուժով եւ հարվածներին ավելի հուժկ ու հակահարվածներով։ Թուրքերին եւ մյուս թշնամիներին կարող ենք սանձահարել եւ մեր պայմաններով խաղաղություն հաստատել, միայն ուժային գործոնի վերածվելով եւ անհողդող պայքարի պատրաստվելով։ Սակայն լավ օրինակ տեսնելու համար պետք չէ պատմության մեջ այդքան հետ գնանք։ Ժամանակակից դարում է շատ լավ օրինակներ կան։ Նախկինում հաճախ նշել եմ այսօրվա Լեհաստանի օրինակը, որը կամաց-կամաց դառնում է ամենառազմականացված երկիրը Եվրոպայում, որպեսզի կարողանա դիմակայել Ռուսաստանի կայսերական նկրտումներին։ Այնտեղ վերականգնվում է Պիլսուդսկու դիմադրության ոգին, եւ մեր երկրում է պետք է մենք վերականգնենք Նեժդեի պայքարի ու ասպետական ոգին, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել մեր առջև դրված բազմաթիվ մարտահրավերները։ Ամեն դեպքում պետք է շեշտենք, որ նույնիսկ եթե ներկայիս կառավարությունը իսկապես հզորացրած լիներ բանակը, դա շատ բան չի փոխի, եթե շարունակում է նույն պարտվողական զիջումների ու խաղաղություն մուրացող քաղաքականությունը վարել։ Ում է պետք հզոր բանակ, եթե շարունակում են մեր հայրենակիցների մեջ ներարկել ստրկամտություն, հնազանդություն եւ քարոզել հանձնվելու գաղափարախոսություն։ 2020 թվականի պատերազմից առաջ նախկիների թե ներկաների օրոք ասում էր, որ մեր բանակը ամենամարտունակն է այս տարածաշրջանում եւ հաճախ ցուցադրում են տարբեր տեսակի նոր զենքեր, բայց արի ու տես այդ ամենը ոչ մի նշանակություն չունեցավ, որովհետեւ դավաճանությունը ու Արցախի դեմ դավադրությունը դաղուց են կազմակերպված։ Այդ պատերազմում մենք պարտվեցինք դավաճանության արդյունքում, քանի որ մեր հողերի մեծ մասը կորցրինք ստորագրություններից հետո, որի արդյունքում Ադրբեջանին հասան տարբեր տեսակի հազարավոր մեր զենքերից։ Այդ պատերազմը ցույց տվեց, որ հզոր բանակը առանց ճիշտ քաղաքական նպատակի, մարտական ոգու վերականգնման, հաղթանակի կամքի ու ճիշտ քաղաքական առաջնորդության իրականում ոչ մի արժեք չի ունենում։ Ուստի ռազմական խնդիրները լուծելուց առաջ հարկավոր է նախ լուծենք մեր քաղաքական խնդիրները։ Երբ լուծենք մեր քաղաքական խնդիրները, մեր ազգային քաղաքական շարժման միջոցով առաջացնելով ազգային հեղափոխություն եւ կերտելով իրական ազգային պետություն, մենք ունենանք հաղթական ու մարտունակ բանակ կառուցելու կամք ու հստակ նպատակ, որոնց շնորհիվ մենք ապագայում կկարողանանք վերականգնել անկախ, միացյալ ու հզոր Հայաստանը։ Հզոր բանակը ոչ միայն երաշխավորում է մեր հայրենիքի անվտանգությունը ու անկախությունը, որ իր հերթին բերում է իրական ու երկարատև խաղաղություն, այլև երաշխավորում է մեր ապագա սերունդների գոյությունը եւ իր հերթին մեր ազգի շարունակությունը։ Հետևաբար ցանկանում եմ բոլորին հիշեցնել մեր շարժման կարևոր կարգախոսներից մեկը՝ հզոր բանակ, անառիկ սահմաններ, կանգուն հայրենիք։